Ասես ատոմը ուղեք չի շնչում իմ հանդեպ, հա? Շավոյին ատոմներ նշանակել, իսկ վաղոն մանկության ընկերներ, ու այսօր էդ երկուսն էլ չկան ռավ։ Վաղոն կռիս էր, ու մենթերի համար էր աշխատում։ Դու ճիշտ կանես այդ թեմայով էլ ընդհանրապես չխոսաս։ Եթե վաղոն կռիս էր, այդ համել ատոմի ավտորիտետին ա խփում։ Ովքեր են այդ ջահելները, որ աչուծախ սաղին պրտում են, ով ա դրանց շախ տալիս։ Սխորդքի ժամանակ ես սաղ ստրելկեքը որոշել եմ ֆրցնել թորգոմի վրա։ Իսկ ճշտով։ Իսկ եթե ճշտով, այդ ջահելները ոչ մեկին էլ չեն ենթարկվում։ Հա, թորգոմը որոշել է օգնի։ Դաժե լսել եմ, որ պասպորտ բան է սարքել, որ շուտ փախցնի երկրից։ Բայց այդ ջահելները որոշել են մնան ու կռիվ տան հետներս։ Լիքը լուրջ տեղեկ են խփել դրանք։ Ու էդի սաղ քո վզով ա, որովհետև չես կարացել քո տան մեջ կարգ ու կանոն հաստատես։ Ատոմը ինչ է որոշել։ Չգիտեմ, հետներս չի կիսվում։ Բայց որ քեզանից դժգոհ է այդ փաստը։ Ես կուրս եմ, որ ատոմը լսում է քեզ։ Մեծ տեղ ա տանի քեզ։ Նայած հարցերում ռավ։ Դու կարաս ազդես ատոմի որոշման վրա։ Ու ինչի պիտի ես այդ անեմ։ Բրիլյանտի լուրջ ալիքների վրա են լուսեք է։ Խոսքը շատ լուրջ քանակների մասին է։ Շարունակի։ Ամսական 3 միլիոն մաքուր փող կստանաս, բայց պայմանով, եթե ես մնում եմ իմ տեղում։ Իսկ թե ատոմի հետ ոնց կբաժանես այդ փողը, այդ արդեն դու կորոշես։ Պլյուս միլիոն ու կես էլ կոքսից, մաքուր փող կկաթա հաշվիտ։ Փաստորեն լուրջ փողեր ա ֆռում հաստեղ։ Միշտ է ֆռացել է։ Ուղղակի այդ փողը գնացել ու մտել է կոնկրետ մարդկանց ջեբերը։ Բայց ես ագահ մարդ չեմ։ Ու կարամ կիսվեմ։ Լավ, ես կխոսամ ատոմի հետ, բայց ոչ մի բան չեմ խոստանում։